Մինչ Վանաձորում քաղաքային ու մարզային իշխանությունները հայտարարում են, թե Թումանյան հրապարակում շուտով շատրվաններն են երգելու, հրապարակի կենտրոնում դեռ գովազդային վահանակներն են խոսում։ Հրապարակն այսօր ընդամենը խոտածած կողակաձև խաչմերուկ է, որի առանցքում ԿՊ-ական սրտիկն է, խաղաղության ու անվճար առողջապահության մասին կարգախոսներով։ Իշխանություններն ակտիվորեն հայտարարում են, մոտ կես միլիարդ են ծախսելու հարակից փողոցները գետնանցումներով հրապարակին միացնելու, լուսաձայնային շատրվաններ տեղադրելու, գերժամանակակից պուրակ կառուցելու համար։ Եվ այսպես, Թումանյանի հրապարակի հիմնանորոգում 400 միլիոն դրամ։ Օրերս քաղաքապետարանն անգամ նախագիծ հրապարակեց գունեղ ու տպավորիչ կադրերով։ Բայց այս ծրագրի մասին խոստումները հնչում են դատական լուրջ վեճի ֆոնին։ Դեռ 2019-ից քաղաքապետարանը տարածքը 20 տարով վարձակալության է հանձնել Եվրոստուդիո ընկերությանը։ Երբ անցած տարի համայնքը որոշել է միակողմանի խզել պայմանագիրն ու ապամոնտաժել վահանակները, ընկերությունը դիմել է դատարան։ Արդյունքում դեռ նախորդ նոյեմբերին վարչական դատարանն արգելանք է դրել տարածքի վրա, քաղաքապետարանին արգելելով որևէ գործողություն կատարել այնտեղ, քանի դեռ վեճը չի լուծվել։ Ստացվում է, իշխանությունները բարեկարգման խոստումներ են տալիս մի հողակտորի վերաբերյալ, որն իրավական կալանքի տակ է։ Վանաձոր համայնքի Տիգրան Մեծի պողոտայի հիմնանորոգում Հայքի հրապարակից մինչև Թումանյանի հրապարակ ծրագրի շրջանակներում ներկա պահին պատրաստ են նախագիծը, կատարվում է նախահաշվային աշխատանքներ։ Ուշագրավ է, որ համայնքապետարանը տարիներ շարունակ անխափան թույլտվություններ է տվել այս ընկերությանը, բայց դատական հայցից ընդամենը օրեր անց վարչական վարույթ է հարուցել նրա դեմ քարե սյուների օրինականությունը կասկածի տակ դնելով։ Հետո վարչական վարույթը կասեցրել է դատական գործընթացներով պայմանավորված։ Վարչական դատարանում այս գործով առաջին դատական նիստը նշանակված է միայն հունիսին, ինչը տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետ Գևորգ Քոթանջյանին հիմք է տալիս կասկածելու, արդյոք շատրվաններն այս տարի իրականություն կդառնան։ Այստեղ ակնհայտորեն ի հայտ է գալիս կասկած, որ սուբվենցիոն այս ծրագիրը ոնց որ մնացած դեպքերում տարեկան պլանի հաշվետվության ժամանակ գրվում է տեղափոխվել է կամ չի իրականացվել, ըստ երևույթին նույնը կտեսնենք օրինակ 26 թվականի վերջում։ Թեև քաղաքապետարանն այս իրավիճակը համարում է հաղթահարելի խոչընդոտ, ազատության գրավոր հարցմանն ի պատասխան այդպես էլ չտրամադրեցին վարձակալության պայմանագրերը, հղում անելով տվյալների գաղտնիությանը, թեև խոսքը համայնքային ենթակայության տարածքի մասին է։ Պայմանագրերը չեն կարող տրամադրվել, դրանք պարունակում են անձնական տվյալներ եւ օրենքով ենթակա են սահմանափակման։ Սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով բոլոր խոչընդոտ հանդիսացող երևույթները համայնքը կհաղթահարի օրենքով սահմանված կարգով։ Մինչ իրավական քաշքշուկներում լուծումներ են փնտրվում, Վանաձորի Թումանյան հրապարակի կենտրոնում գովազդային բովանդակությունը թարմացվել է։ Չնայած արտաքին գովազդ տեղադրելու վերջին թույլտվության ժամկետը լրացել է մարտին, այստեղ օրերս է հայտնվել իշխող կուսակցության նախընտրական շեշտադրումներով պաստառը։ Շատ տարօրինակ ձևով հայտնվում է նաև իշխող կուսակցության քաղաքական գովազդը, որը իրականում անհասկանալի է, այսինքն կա ներքին պայմանավորվածություն, թե չկա, կա հակառակ գործողություն, այս դեպքում ուղղակի անհասկանալի է։ Արդյոք սա պատահականություն է, թե քաղաքական պատվեր, կողմերը չեն պարզաբանում։ Եվրոստուդիո ընկերությունը, որն ազատության տեղեկություններով կապվում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարփինյանի ընտանիքի հետ եւ 2020-ին վարչապետի աշխատակազմից խոշոր պատվերներ է ստացել, մեր հարցերն անպատասխան թողեց։ Քաղաքացիական պայմանագրի տեղի կառույցից նույնպես չպարզաբանեցին։ Խաղաղության, անվճար առողջապահական ապահովագրության ու իշխանականների թրենդ դարձած սրտիկի պատկերով եռակողմ վահանակի պատվեր տվել են Եվրոստուդիոյին, թե սա 20 տարվա վարձակալության պայմանագիրը կորցնելու վտանգի առաջ կանգնած ընկերության նախաձեռնությունն է։